Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը 2 ամսով կալանավորվել է։ Թեմի առաջնորդից բացի կալանավորվել է նաև դիվանապետը։ Դատարանը մասնակի բավարարել է քննչական կոմիտեի միջնորդությունը եւ 30 օրով երկարաձգել գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը։ Կարապետյանը կալանավորված է հունիսի 18-ից։ Քննչական կոմիտեն հավաքներին մասնակցելուն հարկադրելու ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու եւ խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնած քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարել է մի շարք խոզարկություններ։ 2 տասնյակից ավելի խոզարկությունների արդյունքում հայտնաբերվել եւ վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկե, արծաթյա, մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ ՀՊ-ի, ԱԱ-ի, ՆԱ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քննչական կոմիտեն փաստական տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով մաքսանենգությամբ Հայաստանի տեղափոխվել առանձնապես խոշոր չափերով 4780 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Թմրամիջոցը մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխած անձը կապ է հաստատել ԱԽ-ի եւ 2 օտարերկրյա քաղաքացու հետ, առաջարկելով շահադիտական դրդումներով իրացնելու նպատակով ձեռք բերել մաքսանենգությամբ Հայաստան տեղափոխված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցից առանձնացված զանգվածներ, վերջիններս էլ համաձայնել են։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հիմնավորվել է, որ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի եւ Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկը նույն տեղամասի մեկ այլ գլխավոր էկոպարեկի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում մի շարք անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից կաշառք է ստացել։ Պարզվել է, որ ներնշված էկոպարեկները Հայ-Անտարպոակի Իջևան անտարտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ կատարելուն խոչընդոտելու եւ դրանք կանխելուն ուղղված համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար մայիսից հունիս ընկաժամանակահատվածում նրանցից կաշառք են ստացել տարբեր չափի գումարների տեսքով։ Քննչական կոմիտեում իրականացվում է զանգերի կենտրոնի կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն եւ փողերի լվացում կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնած քրեական վարույթի նախաքննությունը։ 16 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հանցավոր ծագում ունեցող 205 միլիոն դրամից բացի պետական բյուջեը վերականգնվել եւս 425 միլիոն դրամը։ Հոկտեմբերի 15-ին պարունակական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի։ Այնուհետև զանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել եւս 1 քաղաքացի։ Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոցն են տեղափոխվել Այվազովսկու փողոցից, որտեղ հայտնաբերվել են արժանանման հետքեր եւ գազային ատրճանակի չկրակված 3 պարկուճ։ Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահների համագործակցության արդյունքում ձերբակալվել եւ հոկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 43-ամյա մի տղամարդ, նա 2013 թվականից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով։ Հոկտեմբերի 15-ին Առինջ Ձորաղբյուր ավտոճանապարհին փախվել են Mercedes եւ Gazelle մակնիշի ավտոմեքենաները, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Հոկտեմբերի 15-ին Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արամայիսն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Մարգարավանաձոր ավտոճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել ծառին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 15-ին Արատի մարզի բնակիչ 61-ամյա Մանվելն իր վարած Cherry Tiggo մակնիշի ավտոմեքենայով Հնարբերդ Այգեստան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ձողին, ապա ծառին ու հայտնվել ջրատարի մոտ, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 16-ին Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Էդգարն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան Արմավիր ավտոճանապարհին փախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե ճաղավանդակներին, բետոնե արգելապատնեշներին, ուժասներ չկան։ Հոկտեմբերի 15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, բետոնախառնիչը կողաշրջվել է կարգելափակված քաղաքացի։ Թբիլիսյան խճուղում Ֆավ մակնիշի բետոնախառնիչն է կողաշրջվել, փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից, նա հոսպիտալացվել է։ Համայնքային ոստիկանության նորնորքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ջուղայի փողոցի բնակիչ 56-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է զենք զինամթերք։ Ստուգման նպատակով ոստիկաններն այցելեցին տղամարդուն։ Բացատրական աշխատանքից հետո տանտերն ինքնակամ ներկայացրեց տարբեր տրամաչափի 152 փամփուշտ, կաշվե փամփշտակալներ, որսորդական հրացային եւ այլ զինամթերք։ Հանգամանքները պարզվում են։ Կրկին հորդորում են քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնել իրավապահներին։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Արցախի Պողոտայի բնակիչ 44-ամյա տղամարդը տանը ամառանոցում եւ իր երկու մեքենաներում ապօրինի պահում է մեծ քանակի զենք ու զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց ու հոկտեմբերի 9-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ հոկտեմբերի 14-ին խոզարկություններ կատարվեցին 44-ամյա տղամարդու բնակարանում, ամառանոցում եւ ավտոմեքենաներում։ Կոտայքի մարզի Ձորախբյուր գյուղի այգեգործական տարածքում գտնվող նրա ամառանոցում հայտնաբերվեցին Կալաշնիկովի ինքնաձիգ, մարտական 5 ատրճանակ, 1 հրացան, ինքնաձիգի 1 խլացուցիչ, սվին դանակ, գաղտնի փականով դանակ, մարտական 160 փամփուշտ եւ այլ զինամթերք։ Նրա ավտոմեքենաներից մեկի խոզարկությամբ էլ հայտնաբերվեց դեղնականաչափուն զանգվածով պատետ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Հոկտեմբերի 15-ին համացանցում մի տեսանյութեր շրջանառվում Toyota-ի վարորդը կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցում երթևեկում էր հանդիպակաց, ստեղծելով վթարային իրավիճակ, խոչընդոտելով նաև շտապօգնության մեքենայի երթևեկը։ Մայրաքաղաքի պարեկները նույն օրը վերոհիշյալ Toyota-ն հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։